Պահպանակների մասին առաջին հիշատակումները գնում են դեպի մեր թվարկությունից առաջ 1000 թվականներ։ Հին եգիպտական գրություններում հայտնաբերվել են պատկերներ, որտեղ տղամարդիկ գրում են հատուկ պահպանակներ։ Հավանաբար ոչ միայն սեռական հարաբերությունների, այլև ծիսական նպատակներով, կամ որպես կարգավիճակի խորհրդանիշ։ Դրանք կարող էին պատրաստված լինել կտորից կամ կենդանիների մաշկից։ Հռոմում նույնպես օգտագործվել են կենդանիների աղիքներից կամ միզապարկերից պատրաստված պահպանակներ, հիմնականում հիվանդություններից պաշտպանվելու համար։ Չինաստանում օգտագործվել են յուղապատ թղթից կամ կենդանիների աղիքներից պատրաստված գլխարկներ։ Սա ամենատարածված նյութերից մեկն էր։ Մետաքսե թուղթը, որն ինքնին բարակ էր և ճկուն, պատում էին յուղով, որպեսզի այն դառնա անթափանց և ավելի դիմացկուն։ Այս գլխարկները ամրացվում էին առնանդամի ծայրին։ Որոշ դեպքերում օգտագործում էին նաև կենդանիների աղիքներ, ինչպես նաև հնարավոր է եղջյուրների կամ այլ կոշտ նյութերի բարակ շերտեր, պահպանակի տեսք տված։ Պահպանակը, որն այսօր հակաբեղմնավորման և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու ամենատարածված միջոցներից է, մինչ մեզ հասնելը երկար ճանապարհ է անցել։ Նրա նախատիպերը ոչ միայն ծառայել են բժշկական նպատակների, այլև եղել են ծիսական արարողությունների մաս և հասանելի են եղել միայն հասարակության բարձր խավերին։